Պարոն Օհանյան, նախ ձեր որոշմանը անդրադառնանք, որոշել եք, որ չեք մասնակցելու հաջորդ ընտրություններին, չեք լինելու ընտրացուցակում, մեկնաբանել եք դուք, որ հնարավորություն եք տալիս երիտասարդներին այս հարցում, որպեսզի իրենց գործունեությունը ծավալեն, ամեն դեպքում ինչու եկաք այս որոշմանը, այս եզրահանգմանը։ Տեսեք, 5 տարիների ընթացքում ես աշխատել եմ իմ գործընկերների հետ մի կոլեկտիվում եւ բավականին լավ մենք իրականացրել ենք մեր պարտականությունները, բայց քանի որ նոր ընտրություններ են լինելու եւ մեր դաշինքը թարմացված է լինելու, դաշինքի կազմում նաեւ նոր կուսակցություն գոյություն ունի, ես ինքս որոշել եմ չմասնակցել, չլինել ցուցակում, բայց ես ինքս դաշինքի կազմում եմ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ բավականին սերտ այսօր էլ աշխատում ենք եւ հայ հեղափոխական դաշնակցության եւ նաեւ նոր Սևակ Խաչատրյանի գլխավորած առաջ կուսակցության հետ միասին մեր պայքարը մենք շարունակելու ենք, ես իմ պայքարը կշարունակեմ մնացած բոլոր հարթակներում, կարծում եմ, որ մենք արդեն իսկ եկել ենք մի այնպիսի իրավիճակի, որ ժողովուրդը կարողանում է գնահատել ստեղծված իրավիճակը եւ պետք է ամեն ինչ անենք ընդդիմադիր ճակատի հետ միասին, քանի որ այսօր երկու ճակատ գոյություն ունի, դա մեկ ճակատը դա այսօրվա իշխանություններն են եւ մյուս ճակատը դա ընդդիմությունն է մի քանի բևեռներով եւ մի քանի դաշինքներով գալ համատեղ մի պայմանավորվածության, որպեսզի ամեն ինչ անել, որպեսզի մենք կարողանանք մաքսիմալ մեր ժողովրդին տանենք ընտրատեղամասեր, որպեսզի գնան իրենց պարտքը տան եւ այս իշխանությունների վերարտադրությունը թույլ չտանք, որովհետեւ այս իշխանություններն են, որ բերել են այս իրավիճակի։ Ըստ էության այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը մեր առողջ երիտասարդ մարմինը անդամահատել է, այսինքն ես նկատի ունեմ Արցախը մենք կորցրել ենք եւ գիտեք հաշմված մարդիկ կարող են լինել, եթե գաղափարական մարտիկներ են նույնիսկ եւ պայքարել, բայց երբ որ մարդիկ ուղեղով են հաշմված եւ անդադ սխալներ են թույլ տալիս եւ նաեւ դավաճանական կեցված կա եւ Արցախի ժողովրդի նկատմամբ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ մենք չպետք է թույլ տանք իրենց վերարտադրությունը։ Շատ է քննադատվում իշխանության կողմից այն հանգամանքը, որ տեսնում ենք Հայոց նախագահությունից, դաշինքից, անձինք այլ ցուցակներում են ընդգրկված եւ այսպես անընդհատ քննարկում է, որ տպավորություն է, որ խառնել եք մասերի եք կիսել եւ առհասարակ ընդդիմության մեկ ամբողջության մեջ են ներկայացնում իշխանությունը, ասում են, որ ում ձայն տակ գնալու է ձայները Ռոբերտ Քոչարյանին, եռագլուխ կուսակցություն են, պատերազմի կուսակցություն են եւ այլն։ Այս բաժանումները կամ ամբողջապես մեկ ամբողջության մեջ ներկայացնել ընդդիմությանը, ինչ խնդիր է դրված։ Տեսեք, մեր դիմաց, մեր օպոնենտը, կարելի ասել մեր հակառակորդը, դա միագլուխ ԿՊ կուսակցությունն է, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում բոլոր գործող բոլոր քաղաքական ուժերն էլ, դաշինքներն էլ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, ինչ վերաբերվում է ուրեմն պատերազմի եւ խաղաղության հետ կապված այդ դիսկուսին, ապա այս իշխանություններն են, որ եկել են իշխանության խաղաղության թեզի ներքո, բայց վերել են պատերազմ եւ իրենց ղեկավարած յուրաքանչյուր 7 տարիների ընթացքում մենք ունեցել ենք ձախողումներ բանակցային գործընթացի, ունեցել ենք պարտություններ, ունեցել ենք զիջումներ մեր տարածքներից, ունեցել ենք անհաջողություններ։ Հիմա խաղաղության համաձայնագիր ենք ստորագրել։ Անհաջողություններ, այդ խաղաղության համաձայնագիրը մեր շահերից չբխող նախաստորագրած պայմանագիր է եւ այսօր Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում է, որ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Նախ սխալ գնահատական է տալիս ինքը խաղաղությանը, որովհետև խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։ Խաղաղությունը ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար արժեք է, այսինքն որոշակի երաշխիքների գործադրմամբ արդյունք։ Այդ երաշխիքները լինում են ազգային, դա մեր ներքին ամրությունն է, մեր բանակն է, մեր համախմբվածությունը, ռազմավարական մեր նպատակները, հավաքական կամքը, իսկ միջազգային երաշխիքները դա մեր արտաքին
քաղաքականությունն է թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափում։ Եվ երկրորդը չի կարող մեկ անձից, այսպես մեկ անձի տեսակետից կամ մեկ անձի գործունեությունից կախված լինել խաղաղությունը, ինքը ասում է, որ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Նշանակում է, որ Ադրբեջանը ինչ որ մի բանի համար է, չէ, պատերազմ անելու։ Այդ պատերազմը կարող է լինել միջանցքի, չգիտեմ, սահմանադրության փոփոխության, 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման եւ այլ ինչ կմտածի Ադրբեջանը պարտադրել մեզ։ Դա նշանակում է ինքը արդեն իսկ պայմանավորվել է, որ այդ ամենը խաղաղ պայմաններում է հանձնելու։ Այսինքն սա եւս մեկ անգամ ասում է, որ չպետք է թույլ տանք հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության այս շարունակական նվաստացումները եւ շարունակական զիջումները։ Իսկ այդ անունները, որ տարբեր ցուցակներում են բաշխված, սա արդյոք իշխանության այդ թեզը, որ մեկ ամբողջություն է ընդդիմությունը, չի հաստատում։ Կարծում եմ, որ ընդդիմությունը յուրաքանչյուրը առանձին է գործում, բայց ընդդիմության մեջ եւ նաեւ իմ կոչն է, որ պետք է լինի համապատասխան պայմանավորվածություն, ինչպես Գյումրիում, այն դաշինքը, այն ուժը, որ կհավաքի մեծ քվեներ, այդ ուժն էլ կձևավորի կառավարությունը համամասնորեն տեղ տալով նաեւ մնացած ուժերին, որոնք որ կձևավորեն կոալիցիոն կառավարություն։ Կարծում եք համախմբում կլինի իշխանապողության համար, հետընտրական նկատի ունեմ։ Եվ կոչ եմ անում, որ ընդդիմությունը պարտավոր է գոնե մեկ հարցի շուրջը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու, նրա հետ հետագայում չմիանալու եւ նոր թարմ եւ ավելի ազգային ուժեր բերելու իշխանության։ Մինչև հիմա հնչող հայտարարությունները, չնայած որքան էլ որ ԿՊ-ն ուզում է ներկայացնել, որ մեկ ամբողջություն է ընդդիմությունը, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն է ասում, որ Ռոբերտ Քոչարյանին չի միանալու, նաև Ուժեղ Հայաստանից են ասում, այսինքն հնարավոր է նաև այս սցենարը գործի։ Տեսեք, ես գտնում եմ, որ քաղաքական ուժերի ղեկավարները պետք է գան պայմանավորված։ Ես քաղաքական ուժի ղեկավար չեմ, ներկայացուցիչ եմ, բայց նաև այն, որ դուք հարց տվեցիք մեր պատգամավորները իրենց ցանկությամբ են մասնակից եղել այս կամ այն գործընթացից ելնելով, այս կամ այն հանգամանքներից ելնելով, մասնակից լինելով միգուցե տարբեր դատավարական եւ այլ պրոցեսների կամ ժամանակին, ասենք, այս տարիների ընթացքում միասին պատգամավորական գործունեության ծավալելու այսպես ընթացքից։ Հիմա իշխանությունը ներկայացնում է, որ այս պայքարը ընդդիմության կողմից հիմնականում ընդդիմափոխության համար է, որովհետև ընդդիմությունը հաշտվել է այն իրականության հետ, որ չի կարող գալ իշխանության, իրենց չեն կարող հեռացնել եւ այս ամեն ինչը արվում է, որպեսզի խորհրդանու մանդատ ունենան ընդամենը։ Ես կարծում եմ, որ այդպես չէ, իշխանությունը ինքը անթաքույց ցանկություն ունի, որպեսզի ընդդիմությունը փոխվի եւ իրենց, չգիտեմ, իշխանահաճո եւ իրենց գրպանի ընդդիմությունը լինի, բայց ընդդիմությունը աշխատում է մեկ նպատակով, որպեսզի, ասենք, մեծ չափով քվեներ ունենա, որպեսզի իշխանափոխություն իրականացնի։ Մենք բոլորս հայ ժողովուրդը հասկանում է, որ պետք չէ այլևս գնալ մեկ ուժի, մեկ իշխանավորի հետևից, որը որ ապազգային է, որը որ մեր հայ ժողովրդի ընդհանուր առմամբ ինքնությունը տանում է դեպի նվաստացման եւ ընդդիմության աշխատանքի հիմքում պետք է լինի մեր արժանապատվության վերականգնումը։ Որքանով եք դրական համարում այն աշխատանքները, որ իրականացրեցիք խմբակցությունով, նաև դուք որպես ղեկավար, որովհետև այն փաստորեն օրակարգը, որ Փաշինյանի պետք է հեռացվեր, դա չիրականացվեց։ Եվ հիմա այս խնդիրը կա, որ նաև ձեր ընտրողները ասում են, որ մենք ձեզ ձայն տվեցինք, որպեսզի գնաք խորհրդարան, Փաշինյանին հեռացնեք, ասացի գնում ենք մեր օրակարգով, բայց ոչինչ չկարողացաք անել։ Հիմա ինչու պետք է նորից ձայն տան այդ մարդիկ ընդդիմությանը։ Մենք աշխատել ենք բավարար, թե ազգային ժողովում, թե ազգային ժողովից դուրս, ի տարբերություն ՔՊ-ի, որ իրենց գնահատական բան են անում, գնահատում են փայլուն կերպով, իրենք փայլուն կերպով պատերազմ բերեցին, փայլուն կերպով հանձնեցին Արցախը եւ փայլուն կերպով մեր սահմանային դիրքերը փայլեցրեցին եւ տվեցին
տվեցին հակառակորդին, բայց որքանով մենք կարողացանք արդյունքի հասնել, դա իրականում ժողովուրդը իրավունք ունի գնահատական տալու, բայց որքան որ մեզ ձայն են տվել, այնքանի շրջանակներում էլ մենք կարողացել ենք աշխատել։ Դուք տեսել եք, որ այս տարիների ընթացքում արտաքին քաղաքականության, անվտանգության, Արցախի եւ այլ սոցիալական շատ այլ հարցերի շուրջ մեր նախաձեռնությունները ուղղակի մերժվել են այսօրվա իշխանության կողմից, բայց օրինակ մենք առաջարկում էինք, որպեսզի նվազագույն կենսաթոշակը հասնենք մինչև 100,000-ի, այսօր ընտրություններից առաջ փաստորեն իրենց ծրագրերից դուրս, ծրագրերի հիմնական նպատակներից էլ դուրս իրենք կենսաթոշակը բարձրացում են։ Թոշակը բարձրացում են լավ է, բայց մենք գտնում ենք, որ այդ կենսաթոշակը այն բավարարվածությունը չունի, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա իր նվազագույն այսպես կենսունակությունը ապահովի։ Բայց այդ քաղաքացիները կտան նույն կերպ ընդդիմությանը ձայն հիասթափություն չկա այս առումով։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ նաեւ մենք գտնում ենք, որ բացի մեր համակիրներից, բացի մեր թիմակիցներից, նաև ժողովրդի զգալի մասը արդեն հասկացել է, թե ինչ աղետալի եւ ճգնաժամային իրավիճակ է բերել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ մենք փորձելու ենք, ասենք, մեծ քանակությամբ քվեներ ձեռք բերել եւ ես այս պահին նաև գտնում եմ, որ մեր ժողովրդի մի զգալի մասը պետք է, ասենք, կողմնորոշվի, մեր համակիրները մեր հետ են, մնացածը պետք է կողմնորոշվեն եւ մերժեն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանը կարող է, կարծում եք, իսկապես մեծ թվով ձայներ ստանալ, ոչ միայն շեմը հաղթարել, այլև միայնակ իշխանափոխության հասնել։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը այն փորձառու անձնավորությունն է, որ տարբերվում է այսօրվա իշխանություններից եւ նրա անցած ճանապարհը եւ նրա ղեկավարությամբ մեր ունեցած հաջողությունները ես նկատի ունեմ անվտանգություն, տնտեսություն, աղետի գոտու վերականգնում, նույն ճանապարհաշինություն, սոցիալական խնդիրներ նա կարողացել է իրականացնել, բայց նա նաև այսպես բավականին հաջող կերպով արտաքին քաղաքականություն է իրականացրել։ Ես գտնում եմ, որ մանավանդ անվտանգության եւ արտաքին քաղաքականության համակողմանի եւ լայն ընդգրկվածություն ունեցող գործունեության համար երկկողմ եւ բազմակողմ ձևաչափում Ռոբերտ Քոչարյանը պարզապես օրինակելի է եւ դրա մասին խոսում են նաեւ այն վերլուծությունները, այն ոդկասթերը, այն հարցազրույցները, հանդիպումների ժամանակ հնչեցրած իր տեսակետները, որ ինքը արտահայտում է։ Միայնակ կարող է իշխանափոխության հասնել։ Միայնակ նկատի ունեք։ Առանց միավորվելու այլ ընդդիմադիրություններ։ Ես գտնում եմ, որ միայնակ իշխանափոխության հասնելը դժվար է, բայց մենք ձգտելու ենք առավելագույնի եւ քանի որ նաեւ միայնակ դժվար է, դրա համար ենք մենք կոչ անում, որպեսզի բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր որ մերժում են ՔՊ-ին Նիկոլ Փաշինյանին, ընտրություններից հետո միավորվեն եւ ձևավորեն կոալիցիա։ Ընդհանուր առմամբ, տեսեք, անցումային փուլում գտնվող երկրներում կայուն եւ երկարատև կառավարում է պետք։ Իսկ խորհրդարանական կառավարումը իրենից չի պարունակում կայուն եւ երկարատև կառավարում, փոփոխությունները անընդհատ են լինում։ Բայց քանի որ մենք խորհրդարանական կառավարման երկրում ենք, ապա գոնե պետք է լինի կոալիցիոն կառավարում, ուժերի այն դասավորվածությունը, որ այսօր գոյություն ունի, անթույլատրելի է, որովհետև ազգային ժողովը դարձել է կառավարության կցորդը եւ այն վերահսկող օրգանը չէ, որ կարող է վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, անթույլատրելի է ուժերի այսպիսի դասավորվածություն, բայց եթե ընդդիմադիր դաշտը կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը կհաղթի, կոալիցիոն կառավարությունը մեկ առավելություն ունի, որ որոշումների ընդունման ժամանակ կարող են միասնական առաջարկությունները որոշում ընդունել, կարող են հակակշռել, կարող են փոխադարձ զսպել, որպեսզի այսպես մեկ կոճակով չդակվի ցանկացած օրենք կամ նախաձեռնություն։ Իսկ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է գնահանգստի, նոր ուժեր գան քաղաքական դաշտ։ Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում փորձառումները պետք են։
չափից ավելի երիտասարդացումը բերում է այն իրավիճակի, որում մենք գտնվում ենք։ Փորձառուների եւ երիտասարդների համադրված այսպես գործունեությունը կարող է բերել հաջողություն եւ դուք տեսել եք, որ այսօր մեր թիմում փորձառուների եւ երիտասարդների համախմբում գոյություն ունի, իսկ մնացած այն փորձառուները, ովքեր որ չեն ցանկացել օրենսդիրում լինել, ազգային ժողովում լինել, կարծում եմ իրենց գործունեությունը կշարունակեն այլ ոլորտներում, անկախ մարմիններում, գործադիրում եւ այլն։ Իշխան Սաղաթելյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ փողոցային պայքար սկսվի մինչև ընտրություններ, այս կերպ նաև կանխելով, այսպես ասած, անօրենությունները, որոնք կարող է իշխանությունը թույլ տալ։ Ուշացած չէ փողոցային պայքար սկսելը։ Կարծում եմ, որ Իշխան Սաղաթելյանի առաջարկությունը, որոշումը եւ նաեւ առաջարկությունը ընդդիմադիր դաշտին տեղին է, որովհետեւ այսօր իշխանությունների կամոք մի գործունեություն է ծավալվում, որտեղ որ շարունակում են ճնշումները այն մարդկանց նկատմամբ, որոնք որ իրենց դեմ են եւ շատ դեպքերում ուժային կառույցների, դատաիրավական համակարգի եւ այլ կառույցների անհատական, այսպես վարչական ռեսուրսների կիրառման ընթացքում այդ անհամաչափ ուժի կիրառումը, անհամաչափ ճնշումները որոշակի վախի մթնոլորտի են բերում, բայց համախմբված փողոցային պայքարը նկատի ունեք դուք, որ Իշխան Սաղաթելյանը առաջարկել է, որ մի հանրահավաք կազմակերպեն, որոշակի առումով նաև կփարատի այդ վախի մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում։ Այսինքն դա կարող է ազդեցություն ունենալ Փաշինյանի որոշումների վրա կամ կանխարգելիչ լինել, ինչ է տալու դա։ Դա կարող է մեր ընդդիմադիր դաշտում գտնող մեր համակիրների այն մնացած բոլոր այն մարդկանց, որոնց նկատմամբ ճնշումներ են իրականացնում, այդ վախի զգացմունքը վերացվի, որովհետև այսօր բոլորի նկատմամբ են իրենք ճնշումներ իրականացնում, բայց ինչպես դուք տեսնում եք, որ ոչ բոլորն են այդ ճնշմանը ենթարկում, ձերբակալություն, տեսեք, բանը հասել է նրան, որ ձերբակալում են ոչ միայն, ասենք, պատգամավորների, ասենք, մեր եկեղեցական, մեր հոգևոր ծառայողների, լավագույն արժանապատիվ ունեցող անձնավորությունների, համաշխարհային ճանաչություն ունեցող գործարարների, ինչպիսին Սամվել Կարապետյանն, այլ բանը հասնում է նաև դպրոցականների, երեխաների, ասենք, կանանց, երիտասարդ մայրերի, ովքեր որ փոքր զավակներ ունեն, եւ դա պետք է այս ամենը պետք է կանխելի, վերջո Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հասկանա, որ ինքը մշտական չէ, ինքը օգտվում է ուժային կառույցների աջակցությունից, ինքը պետք է հասկանա, որ փորձառու ղեկավարը, իսկական առաջնորդը պետք է հենվի ոչ թե ուժի վրա, այլ պետք է հենվի առաջնորդության եւ խելացի կառավարման վրա։ Արդեն կան արձագանքներ միացողներ լինելու են։ Այս պահին ես չեմ կարող ասել, որովհետև Իշխան Սաղաթելյանը իմը զբաղված է մեր դաշինքի գործունեությամբ, շտաբն է ղեկավարում, մենք բարձրապես իմը ազգային ժողովում ենք։ Ամեն դեպքում, եթե միացողները չլինեն, դուք պայքար կծավալեք։ Դե տեսնենք։ Մենք միշտ պայքարում եղել ենք եւ պայքարը շարունակվելու է, կարծում եմ, որ նույն Իշխան Սաղաթելյանը ցույց է տվել, որ նաեւ փողոցային պայքարում բավականին լուրջ կառավարման կազմակերպչական ջիղ ունի եւ մեր հետ միասին այդ փողոցային պայքարի շրջանակներում մենք կարողացել ենք մեր ողնաշարը ուղղել, մեր հավաքական կամքը ցույց տալ եւ նաեւ միջազգային կառույցներում ցույց տալ, որ դերևս ամեն ինչ վերջացած չէ եւ հայ ժողովուրդը վիճակի է ծնկի իջած վիճակից կանգնելու եւ իր պայքարը շարունակելու։ Հայաստանի հանրահավաքին մասնակցում էր Հայաստան դաշինքից։ Հա, գիտեք, դատական բոլոր process-ներին ի աջակցություն Սամվել Կարապետյանի մասնակցում ենք, ես էլ անձամբ գնացել մասնակցել եմ, բայց հանրահավաքներին չենք մասնակցել, որովհետև մենք ինքներս մեր հանրահավաքներն ենք կազմակերպում։ Առանձին ընդդիմություն իր հանրահավաքը կանի, թե իսկապես այդ համախմբումը կլինի։
Կապրենք կտեսնենք, համենայն դեպս ցանկությունն այնպիսին է, որ ընդդիմադիր ճակատում բևեռների, դաշինքների, քաղաքական բոլոր, այսպես գաղափարական գիտակից ուժերի հետ միասին համախմբում լինի։ Տարաձայնությունները արդեն հարթվել են, կարծում եք, պարոն Օհանյան, որովհետև տեսնում ենք, որ լուրջ տարաձայնություններ կային, միմյանց հանդեպ հեռակավեճեր, քննադատություններ։ Հիմա իշխանափոխության առումով կա այդ ամբողջական Ես ճիշտն ասած չեմ մասնակցել, չնայած իմ գնահատականներն ունեմ, կարծում եմ, որ դրան պետք է վերջ տալ, որովհետև բոլորիս նպատակը մեկը պետք է լինի, վերջո նախկին պայքարի բոլոր փուլերում շատերս միասնական ենք եղել եւ այսօր էլ միասնական պետք է գնանք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։